Բարև ձեզ քույրեր եւ եղբայրներ, երեք երեկոյան մեր մարտական ընկեր Հայոց ազգային բանակի զինվոր Էլֆինջան Էդիկը ելույթ ունեցավ, ելույթը շատ կարևոր ելույթ էր, ես կոչ եմ անում բոլոր քաղաքագետներին ու ազգի նվիրյալներին լսել, հաշվի առնել Էդիկի ձայնը, Էդիկը եղել է Հայոց ազգային բանակի եւ հայոց ազատագրման շարժման հիմնադիրներից մեկը շատ մտերիմ ընկերություն արել Իգոր Մուրադյանի հետ իր ասածների ամեն մի խոսքի համար ես պատասխանատվություն եմ վերցնում ուզում եմ ընդգծեմ որ Էլֆինջան Էդիկը շատ ճիշտ բառեր ասում ու լիարժեք է իր ասածը Ինչ եմ ես ուզում իմ կողմից ավելացնեմ իհարկե համաձայն եմ իր բոլոր ասածներին բայց քանի որ մենք հիմա հիմք ենք վերցրել Ալմա Ատայի սկզբունքները այսինքն մենք ընդունել ենք երկրորդ հանրապետությունը որ դա պետություն ա եղել իր լիարժեք ինստիտուցիոնալ կառույցներով չնայած մենք բոլորս գիտենք որ դա այդպես չի Ինչու դե դեպքում մենք լրիվ չենք վերցնում այդ պետության հաղթանակները սովետական միությունը փլուզվեց եւ սովետական միությունը ուներ պարտ 60 միլիոն Սովետական միությունից դուրս եկան 15 հանրապետություն այդ ոնց եղավ Հայաստանը դարավ պարտ 100 միլիոն Եթե 60 միլիոն ա պարտ եղել սովետական միությունը Փաստորեն այդ բոլոր պարտքը մեր վզներին են փաթաթել սովետական միության ստեղծելուց են մեր վզին փաթաթել դուրս գալուց են մեր վզին փաթաթում ես կոչ եմ անում մի հատ աուդիտորսկի ստուգում արվի աուդիտորական ստուգում արվի այդ ինչից ելնելով 100 միլիոն Հայաստանը պարկ ունեցավ ու ինչու Ռուսաստանին խորհրդային պետության մասնիկ մենք ենք եղել Մենք արյուն ենք տվել, մենք ֆինանս ենք հատկացրել պատերազմի հաղթանակին, դա պիտի հաշվի առնել, թե Կասիգինի դաչայում տարին ստորագրեցին, չեղյալ պիտի համարենք այդ դեպքում այդ ստորագրված փաստաթղթերը, Ինչ վերաբերվում է այսօր նացիոնալիզացիայի եւ կողոպուտների վերաբերյալ են խմորումները, որ գնում է, դա Են որ ասում է կոֆեի վրի սերն է, շատ խորքային մենք խնդիրներ ունենք, մենք պիտի մեր պետությունը հզորացնենք։ Նիկոլ Փաշինյանը մի հատ խոսք ասեց, ես ուզում եմ այդ խոսքին մի հատ արժեք տամ։ Հայաստանի Հանրապետությունը ինչ ձևի զինյալ ուժ պիտի ունենա եւ ում դեմ։ Իհարկե մենք չենք կարող ունենանք բոլոր մեր թշնամիների դեմ ուժ, բայց հակակշիռ մենք պարտավոր ենք ունենալ։ Հնդկաստանը հակակշիռ է Պակիստանին։ Ֆրանսիան եւ ենթադրենք Կիպրոսը, միգուցե եւ Պոլշան կարող հակակշիռ լինի Թուրքիային։ Մենք ինչի՞ չէ որ Իսրայելի հետ պիտի լավանանք։ Միգուցե մի հատ Այսօր այո մենք շատ լավ հարաբերությունների մեջ ենք Պարսկաստանի հետ, այսօր Պարսկաստանի շնորհիվ մեր Զանգեզուրյան այդ ոնց որ ասում են կարիդորը չեն կարող անցկացնել, բայց դա այսօր է մենք պիտի հասկանանք, որ այսօր ու վաղ ու երեք տարբեր են եղել, երեք Պարսկաստանը մեզ քանդեց։ Մեր առաջին մայրաքաղաքը հետսոսը, որտեղ ապրել են հետսոսները քանդել է Պարսի կիրը Եվ կիրի անունով է հետսոս քաղաքը դարը, ան, բալանիները տվել են, ան կիր, ան, դա մեր հայկական առաջի մայրյա քաղաքն է եղել, ինչի մասին եք խոսում, մենք պիտի ունենանք հակակշիռ, մենք պիտի ունենանք զինվորական այնպիսի դաշինք, որի հակակշիռը թույլ կտա ունենանք այն զինյալ ուժերը, որոնք կարողանան կատարեն այն խնդիրները, որը համապատասխանում է մեր էկոնոմիկային, մենք մեր էկոնոմիկայից բարձր չեն կարող ունենանք, բայց գիտակից մեր խելքի զորի շնորհիվ մենք կարող ունենանք զինվորական դաշինք, եւ այդ զինվորական դաշինքի մեջ պիտի մտնեն պետություններ, որոնք
որոնց խնդիրները, որոնց կաշվի վրա զգալով իրանց ցավերը մեր ցավերի հետ համահունչ է։ Ես սա եմ ուզում ավելացնել։ Եվ երկրորդը ուզում եմ ավելացնեմ, որ մենք մի քիչ գլոբալ մտածենք, մենք մի քիչ հեռատես լինենք եւ նայենք աշխարհակալ հայացքներով։ Մենք աշխարհին ժամանակին թուր ենք տվել պողպատից, սուր ենք տվել եւ պողպատի գնից 10 անգամ արժեք 10 անգամ քաշով ավել եգիպտացիներից ոսկի ենք վերցրել։ Ինչ ունենք այսօր մենք համայն մարդկությանը տանք։ Մենք արանք եկալագիչսկի լավ ընտիր Բրիտանիան այսօր միայն Բրիտանիայի համար տարբեր երկրներում բրիտանական թագավորների համար արտադրում են էկոլոգիչսկի մաքուր սննդամթերքներ, նույնը մենք կարանք անենք մեծ արժեքով, մեծ արժեքներով մեր գյուղատնտեսությունը զարգացնենք, մեր տուրիզմը զարգացնենք, Հայաստանում պիտի առնվազն 2 միլիոն մարդ, 2 միլիոն մարդը Հայաստանի պիտի ղեկավարի մինիմում 20 միլիոն, յուրաքանչյուր հայ այդ 2 միլիոնը որ կա, դրանք բոլորը պիտի լինեն պետական ապարատի ներքո։ Իսկ 2 միլիոնանոց պետական ապարատ իր զինյալ ուժերով, իր պետական ստրուկտուրաներով, ոստիկանությունով կարող ապահովի 35 միլիոն բնակչություն։ Իսկ 35 միլիոնի դեպքում մենք շատ խնդիրներ կկարողանանք լուծել։ Ու հայ ոստիկանը ոչ թե պիտի հայի ծեծի, կարա ծեծի այլ ազգերի։ Ոնց արվում է իմպերսկի երկրներում, մենք իմպերսկի մտածելակերպ պիտի ունենանք վերջով։ Այսօր խոսում ենք Տիգրան Մեծի սահմանների մասին ծովիստով Հայաստանի, ունենալով ընդամենը գավառական մտածելակերպ, մենք երազախապ ենք լինում ազգովի։ Դրա համար այսօրվա մեր ղեկավարությունը ճիշտ է ասում։ Մենք այսպես Տիգրան Մեծից հետո այսպես իջել ենք, մեր սահմանները գնալով քչացել է, փուճուրացել է, նվազել է։ Հիմա առաջարկում այսօրվա ղեկավարությունը մեղենք, այդ փուճուր Հայաստանը վտ ասկոլը որ կա, մխենք կանգնացնենք, զարգացնենք, հետո դրանից հետո կտեսնենք ինչ ենք անում։ Ես նորից ու նորից ողջունում եմ իմ մարտական ընկեր Էդուարդ Էլֆինջանին եւ ավելացնում եմ տղեկ չեք մարսելու, հաբի զինաթափությունը չեք մարսելու, հիշեք իմ խոսքերը, երեք հրշներ, այսօր հրշեի խմորումներով տարբեր շերտեր է ձևավորվել, բայց խնդիրը խորքային է, 91 թվին մնաց այդ խնդիրը, երբ որ հայկական ազատագրական շարժման եւ հայոց ազգային բանակը դուք խեղդեցիք, այսօր եկել եք դրա առջև կանգնել եք, այսօր դրա առջև եք կանգնել, սա դրա հետևանքներն է, ու մարդիկ, որոնք ծախել են իմ երկիրը ու կողոպտել են իմ երկիրը, վաղ թե ուշ պատասխան են տալու, եթե ոչ իրանք ժառանգները, շնորհակալություն, ձեր հետ հետանոց Տիգրաններ, հայոց ազգային բանակի կոմսը։